Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Իհարկե, այս ձայնայինը վերաբերում է ամենաառաջնային թեմաներից մեկին հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայել պետության կողմից։ Նայեք, նորից քաղաքական դաշտում երևում է երկու ֆիգուր. Նիկոլ Փաշինյան Բոզի տղեն եւ ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրիշ ֆիգուր գոյություն չունի, կռիվ են տալու, չէ պարլամենտ են մտել, պարլամենտական ընդդիմությունն է մտել, պարլամենտ, որ հրվի եւ արձագանքի Իսրայել պետության, ասի շնորհակալություն, լավ եք անում, շարունակեք, մենք ձեր հետ ենք եւ ձեն չկա։ Խոսում է թքահպատակ Նիկոլ Փաշինյանը եւ ասենց բան, եթե տեղի ունենար սովետական միության ժամանակ, ասեին, բոլշևիկները, կհոշոտեին բոլշևիկներին։ Հայաստանի Հանրապետության ճակերտավոր ոչ լեգիտիմ ընտրված վարչապետը, ոչ ընտրված, բայց ոչ լեգիտիմ է։ Իան լեգիտիմ է համարում Բոզիս տղեն։ Հələ հայտարարում է Հայաստանի Հանրապետության շահերի չի բխում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Ասես բան ով ասում է սոժ։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը։ Եվ այս Բոզի տղեն։ Ու այս Բոզի տղեն ունեցել է ընտրող Բոզի տղեկ, որոնք որ գնացել են, ընտրել են մի մարդու, մի քաղաքական ուժի, ով ամբողջությամբ մտած է Թուրքիայի ազդեցության տակ։ Թուրքական ագենտների։ Նիկոլականները բոլորը թուրքական ագենտներ են։ Ով ասում է ես Նիկոլ եմ ընտրել, Նիկոլի կողմնակից եմ, ինքը Թուրքիայի ագենտ է։ Խնդրեմ, վաղ ապացույց։ Ինքը Թուրքիայի քաղաքացի է, ինքը թուրք է, ինքը իշքան է, որ կրում է Հայաստանի ազգի, բայց ինքը թուրք է, թուրք։ Պորնեկի ծնունդ դոդիկագոն կռիվ անում, չի ասում ես մի քանի ձայն չի հերիքն, բայց Բոզի վաստակ, բան չունես ասելու։ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ ես ուզում դառնալ, պարլամենտական ուժեր, մուսկուլի, բան չունեք ասելու Իսրայել, ասեք շնորհակալություն, շարունակեք, հարցը մտցրեք, կնեսეთ, հա, ոչ, տաշին անգրագետ տաղարի ցավա, այնի չգիտի ինչ նշանակում կնեսეთ։ Եվ այլն, բայց այն հացաբուկեղեն, տաշիրականներ, Ֆերդինանդ, ասելու բան չունես, թուրեմ լավդ, էլի խոսաբա, մեկը թելեք խոսացեք։ Չէ, իհանց մենակ է դեպուտատի աթորնա հետաքրն, ուրիշ ոչ մի բան, եւ տավարի ցավ ժողովրդի գերակշիռ մասը գնաց փողով իաձայնը տվեց այսպես Բոզի տղեկին, պարլամենտը հերթական անգամ շինեցին վղախ պիծանուդների հավաքածու։ Եվ այսօր մարդը հելել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Մամայա Ծծրածը, ասում է թե մեր շահերից չի բխն, որ այո, ճանաչում են, որ 15 թվին թուրքերը հայերին ծածկել են։ Ուրիշ կետ հնարավոր չէ սա անվանել։ Եվ նորից միակ մարդը, միակ քաղաքական ուժը, հանե կողեք լուսս, մեկին ցույց տվեք, ով հելավ Իսրայելին ասեց լավ է սանր շարունակի, ով հիմա նորին շարունակում է Իսրայելին ասի, ապրես շնորհակալություն, ճիշտ է քո շահերից բխելով ես անում, բայց կարևոր չի։ Վրախ մայբով վրագա մոյ դրուկ։ Այդ դրանով է շարժվում Իսրայելը։ Դրանով պետք է շարժվի նաև Հայաստանը, բայց քանի որ Հայաստանի դաշտում քաղաքական գործիչները ընդհանրապես կռիվ են անում աթոռի համար, որ կան նստեն լափեն, իրար բիզնեսնիկը բարելավեն, կոխացում են ժողովրդի վիճակը, ինչ կլինի, այտենց է, միակ ուժը էլի դոգնա, ուրիշ բան չկա, նեմա։ Ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, սիրելի Վարդան Ղուկասյանի կամ դո կուսակցության հետևորդներ, կուսակցականներ, ընկերներ եւ բարեկամներ, այդ թվում նաեւ մարդիկ, հայ մարդիկ, եթե մնացել են այդտեղ, հորդորում են բոլորից։ Նստեք մարդա մի հատ նամակ գրեք, մեյլով, Իսրայել, Լուբո երկրում Հայաստանի Հանրապետության Իսրայելի դեսպանատունը կծմա Թիֆլիսում։ Կամ ուղղակի Իսրայելի կառավարությանը, կամ ուղղակի, չգիտեմ, Իսրայելի դեսպանատուն, գրեք, զանգեք, եթե վախենում եք ձեր անունից, զանգեք ասեք, ես Վարդան Ղուկասյանի հետևորդն եմ, ես դո կուսակցության աջակից եմ, ես, չգիտեմ, դոգական եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Բենյամին Նեթանյահուին եւ ամբողջ Իսրայելի կառավարությանը, ճիշտ է ուշացումով, սեփական շահերից է բխում, բայց ոչինչ, մենք կուլտուրական ժողովուրդ ենք, ճիշտ է, ուզում ենք շնորհակալություն հայտնել եւ հույս ունենք, որ այս հարցը վերջնականապես կմտնի Իսրայելի ազգային ժողով, որը կոչվում է Կնեսեթ, եւ Իսրայելի Կնեսեթը կհաստատի, որ տեղի է ունեցել
1915 թվականին հայոց մեծ եղեռն, ցեղասպանություն, Օսմանյան կայսրությունում, շնորհակալություն։ Ողողեք Իսրայելի դեսպանատունը նամակներով, մեյլերով, հեռախոսազանգերով, կարճ չունի որտեղ եք գտնվում, որ երկրում, զանգեք, իմ անունից ասեք, ձեր անունից վախում եք, զանգեք ասեք, Վարդան Ղուկասյանը շնորհակալություն հայտնում ձեզ, Դոկ Կուսակցության առաջնորդը շնորհակալություն է հայտնում ձեզ։ Եվ մի լսեք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, գրեք ձեր նամակի մեջ, որտեղ հայենք այսօր կառավարություն չունենք, մենք ունենք թուրքական ագենտների, բացեի ոհմակ, որը օկուպացրել է Հայաստանի իշխանությունը, եւ քանի որ Հայաստանի ժողովուրդն է, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն է, ոչ խարալ, դամը ունենք այն, ինչ որ ունենք։ Փողը դու, որ անցից ուզում ես խրտ կողի։ Բրանդենբուրգյան դարպասները բացելու է, մենակ թե փող։ Ուզում ես փողի տեղ շալվար, մայկա, տրուսիկ, այնա ձայնագրությունները, դա խույա, արված, համացանցում հայտնված, փող դու գնա տաշին ընտրեն, բայց տաշինը վերջում կգա մորը կծծցնի, հորը կծծցնի, բալեկի կծծցնի, դե կարևոր չի, ես նա փողը դու, կողեմ երկիր, այս ժողովրդի մեծ մասը երկիր պահել չգիտի, ես ասել եմ, դա նորություն չի, բայց ադոր մասին հիմա հետո, հիմա կարևորը նա է, որ մենք պետք է ողողենք Իսրայելի կառավարությունը եւ դեսպանատունը, որ մի լսեք Հայաստանի Հանրապետության կառավարություն, մենք կառավարություն չունենք, մեր կառավարությունը ոչ լեգիտիմ է, մեր կառավարությունը թրքահպատակ է, ես ձեր գործը բռնել եք, հուսով ենք կավարտեք մինչև վերջ, կընդունեք հայոց ցեղասպանությունը, ձեր խորհրդանի մակարդակով եւ կլինի այն ինչ որ պիտի լինի։ Այսինքն խնդրում եմ գրեք ուղարկեք, հիմա ես նույն уզում եմ ասել շատ կարճ ռուսերենով։ Дорогие мои соотечественники, дорогие мои истинные армяне, которые армяне не только по паспорту, потому что сейчас Никол Пашинян тоже по паспорту армянин, но он сукин сын, он пидорас, он гандон. Таким является и вот эта новая парламентская оппозиция. Самвел Карапетян, Роберт Курчазян и так далее, и все остальные. Смотрите, никто сейчас не говорит о том, что надо поблагодарить государство Израиль, позвонить, или вот написать письма, делать все возможное и невозможное, чтобы Израиль принял. Израиль признал геноцид армян в Османской империи. Действующий сукин сын, Гандон, премьер-министр Армении, говорит, это нехорошо, что Израиль хочет признать геноцид армян. Почему так говорит? Потому что он полностью находится под влиянием Турции. Турецкий агент, он и все те, которые выбирали Никола Пашиняна, они все турки, они не армяне, они турки. Но с армянскими паспортами. Теперь прошу всех моих друзей, всех истинных армян, всех моих соратников, всех моих, я не знаю, поклонников, берите ручку, берите бумагу, откройте ваш компьютер, телефон, все, что возможно, и напишите, в какой стране вы находитесь, в России, в Украине, в Беларуси, в Казахстане, в Таджикистане, в США, в Европе. Напишите посольство Израиль, что вы благодарите государство Израиль, что Израиль хочет признать геноцид армян в Османской империи. И ни в коем случае не слушать, что говорит действующая нелегитимная армянская власть. Вы соратник партии ДОК, вы мои друзья, вы мои поклонники, вы мои соотечественники. Пишите от него от имени Вардана Гукасяна без проблем. И поблагодарите премьер-министра Израиля и попросите, чтобы дело довели до конца. Дело вошло в парламент, и парламент признал геноцид армян в Османской империи. И не смотрите, что говорит премьер-министр Армении, потому что он гандон, он сын проститутки, он полностью протурецкий пидорас. Так и напишите, вы же мои соратники. И пусть Израиль увидит, что есть настоящие армяне, которые помнят о геноциде армян в Османской империи, что они требуют наказать турецкое правительство, и Турция должна рано или вот поздно ответить и возмещать тот ущерб, который был нанесен армянскому народу. Истинному армянскому народу, а не тех пидорасов, которые сейчас живут в Армении. 85% моральные пидорасы. Итак,
Пишите во все посольства Израиля, во всех странах. Вы находитесь в России, напишите в Москву. Вы находитесь в Минске, напишите в Минск. Во всех странах есть посольство государства Израиль. Напишите от моего имени, напишите от вашего имени, но напишите, пусть они увидят, что армяне очень трепетно относятся к этому вопросу, что они хотят, что государство Израиль признал геноцид армян. Делайте это, мои товарищи, делайте это, мои соратники. Пусть Никол Пашинян, пусть Самвел Карапетян, пусть этот Роберт Кочарян и все его шайка, которые сейчас оккупировали парламент, увидят, что они ноль, зеро, пустое место. И народ, хотя у нас очень мало осталось истинных армян, все-таки есть, существует и продолжает воевать. Ваш любимый, ваш уважаемый, истинный патриот армянского народа Вардан Кукасян. Начинаем с сегодняшнего момента, начинаем с этого же момента. Напишите в правительство Израиль, в посольство по Израилю. Пусть это они увидят. Благодарю за внимание.